Ձեզ ինչ է հայտնի, դիմել են դատախազից, որպեսզի անձեռնմխելիությունից զրկեն գործ։ Դե իրեք չգիտեմ ինչ-որ բանի նորից պատրաստում են, տեսնենք։ Ձայնագրություններ հրապարակում լեգիտիմ ընտրություն հնարավոր է, դուք տնային կալանքի ռեժիմում եք ձեր աջակիցները։ Означает ли это разрыв отношений с Россией? Завтра ответим на все вопросы. Պարոն Կարապետյան, ԶԻՊ-ը ձայնագրություններ հրապարակեց, որտեղ կնհայտ լսվում է, թե ինչպես են FSB-ի հրամանը կատարում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում համայնքապետ ղեկավարների հետ կապված։ Այս մասով ինչ կասեք։ Հրահանգված էր, որ Հայաստան եկած հայերը, որ իրենք հենց առաջին օրից սկսեցին հատուկ բերել են այստեղ քվեարկության։ Ինչպես կարող եք, օրինակ դուք դա ոնց եք պատկերացնում, տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են։ Հնարավոր է ասենք մի 100 հոգի աշխատող կարող ունենա ֆեյսբուք։ Ինչ ծրագիր ունի։ Հանրահավաքին վարչական ռեսուրսեր օգտագործում, մարդկանց ուղղորդում էին, բերում էին հրապարակ ավտոբուսներով, ինչ կասեք այդ մասին։ Թող բարով այլ։ ինչքան եք բաժանել ընտրակաշառք, ամեն օր ձայնագրություններ են հրապարակում։ Դե դուք երևի հաշված կլինեք, դուք ամենալավը չենք բաժանել։ Այդը որ բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորացում։ Պարոն Կարապետյան, որ ուժերի հետ Դուք ինչ մտնում եք, որ հաղթել եք, կարող եք ասել մոտավորապես Ուրսուլա ֆոն դեր Լայենի կարող եք ասել։ Սցենարի է պատրաստ ընդդիմությունը Փաշինյանի հանրական հաղթանակի անելու ծրագիր ունի։ Այսօր ընտրությունները, այսօր խոսքը ասում է ժողովուրդը, ժողովուրդը ինչ կորոշի, այդպես է կլինի։ Պարոն Կարապետյանը ինչ ապագայի։ Պարոն Կարապետյան, երբ դրա համար խոսեմ նաև վաղ։ Վտանգավոր է այդ հարցերին պատասխանել, իրեն կարող է համարել քարոզություն, նորից մի 1000 մարդ ձեռբակալ։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը եք գնում կներեք ուղղակի հերթ այնտեղ արդեն։ Մարդիկ սպասում են։ Մարտական տրամադրությամբ, ինչպես մեր հայ ժողովուրդն է գնում։ Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված եւ շատ կարեւոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից։ Պարոն Կարապետյան, իսկ ձեզ չհաջողվի մեծամասնություն կազմել։ Ինչ զարգացումներ եք Հանրահավաքներ նախատեսվում են։ Ամենայն դեպս ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որտեղ ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու։ Դրա համար ճիշտ կլինի։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հրապարակում Փաշինյանին ինչի համար։ Փաշինյանը հրապարակում ձեզ զգուշացրեց, որ պատասխանատվության եք ենթարկվելու։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը հրապարակում զգուշացրեց, որ պատասխանատվության եք ենթարկվելու, նաև 300,000 ադրբեջանցիների խոսույթը քաղաքական օրակարգ մտցնելու համար, բացի փողերի լվացումից եւ Ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկվում, ամեն օր։ Ես հիմա պատկերացրեք։ Մեծարգոն ինձ բերել է ընտրության, այսինքն ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գամ ընտրության, ինձ բերել են ընտրության։ Հետո դուք պատկերացնում եք ինչ է լինելու, պարոն Կարապետյան։ Ոչ միայն տեղական, այլև տեսնում եք տասնյակ միջազգային լրատվամիջոցներ են այստեղ եւ Ֆրանսիայից եւ Հոլանդիայից։ Դա հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ, այսօր Հայաստանը ես դրա համար ճիշտ ասած ուրախ եմ, որ աշխարհի համար դառել է նորմալ սուբյեկտ եւ բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնեն ինչ է կատարվում Հայաստանում։ Այսինքն ձեր մասնակցությամբ պայմանավորված։ Ես չգիտեմ ում մասնակցությամբ, ինձ թվում է ընտանիք։ Պարոն Կարապետյան, ձեր պարտությունը դուք բացառում եք, որ Կարամ այսօր մի երկու բան ասեմ, արամ։ Артевия телеканал отношения с Россией, если вы выгодите, какие будут, как вы видите эти отношения? Понимаете, мы должны иметь со всеми хорошие отношения, и с Америкой, и с Евросоюзом, и с Россией. Это те страны, которые должны помогать развиваться Армении. Мы не можем сказать, что мы будем иметь только хорошие отношения с Россией или только хорошие отношения с Америкой. То есть баланс будет в этих? Баланс однозначно будет. Вот в нашем случае однозначно этот баланс будет.
Ջան, իսկ ինչպես եք գնահատում այն հանգամանքը, որ ռուսաստանաբնակ հայերը այսօրին եկել են Հայաստան ընտրությունների ելքը այսպես ասած որոշելու համար։ Ну, ռուսաստանցի ինչքան հայ պետք է գան, որ ընտրություններ ելք որոշեն, ասենք մի քանի հազար մարդ եկան ընտրություններ։ Իշխանության մեղադրանքները որևէ հիմք ունեն, որևէ կապ ունեն Ռուսաստանից եկող հայերի հետ։ Իհարկե ոչ, ես կալանքի տակ լինելով ինչ կապ կարող եմ։ Այսինքն կազմակերպ չառանձեք տարբեր ֆիրմաներում աշխատող աշխատակիցներին բերելու։ Երևի որտեղ խնդիր չկա, մարդիկ իրենց տանտովով գալիս ընտրություններ կարող Ընտանիքի անդամները մոտենան, կներեք իրենք ասել են, այրոպորտում բոլորին դիմավորում են, բոլորին տանեն կալանքի։ Պարոն Կարապետյան, ինչ մտավախությունների դեպքում ձեզ պալանավորեն, այսինքն տնային կալանքներ կփոխվի արդեն։ Ունեք այդ մտավախությունը։ Ասես կարող են անեն, բայց վստահ եմ չեն կարողանալ։ Չեն կարողանալու հաղթել։ Ձեր ոչով հարցնեմ, ինչ եք անելու, երբ որ հաղթել։ Ժողովուրդ ջան, կներեք, այ ձեր ցավը տանեմ մի վարքյան։ Այդ հարցի պատասխանը Լրագրողներ չենք մտնում, չէ՞։ Կներեք ժողովուրդ ջան։
Ներքև գործընկերներ չխոչընդոտեն, չէ, ներքև։ Ապեն ներքև շահեք գործընկերներ Знаете, они с первого дня до сегодняшнего дня, сегодня утром тоже эти аресты продолжаются, давление продолжается, но я думаю, что на мнение армянского народа это особо не повлияет. Вот сегодня армянский народ делает правильный выбор, и будет в Армении наконец-то легитимная власть. Спасибо большое. Что вы будете делать, если вы проиграете? Вернетесь в Россию, если будет возможно? Я никуда не вернусь. Я буду 10 лет работать в Армении. И не переживайте, у меня много работ. What future will Armenia have? Հերթով էլի որ լսեմ, չեմ լսում։ Եթե ընդդիմությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի։ Այդ եթեներով չխոսենք, կյանքը ցույց կտա։ Ընդամենը միջև առավոտ համբեր ենք։ Պարոն Կարապետյան, դուք համոզմունք հայտնեցիք, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթելու այս ընտրություններում։ Ձեր համոզմունքը ինչի վրա է հիմնված։ Ուզում եմ տեսնել։ Մեր համոզմունքը դուք այսօր կտեսնեք ինչի վրա է հիմնված։ Այսօր բոլորս կտեսնենք դա։
Բայց Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին ինչպես կարձագանքեք։ Ես քվեարկեցի հանուն համախմբված, հանուն միավորված, հանուն այն մի բառը չեմ ուզում ասեմ վտանգավոր բառը, շատ ենք դրա մասին ասել, բայց ամենայն դեպս մենք բոլորս միասին պետք է համախմբենք մեր ժողովրդին, մեր երկիրը պետք է համախմբենք, մեր սպյուրքին համախմբենք նորից մեր հայրենիքի հետ, իրենց հայրենիքի հետ, դրա համար եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ըստ էության ոչ դուք, ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները չեք կարողանա Հայաստանը լքեք, ասում է, որ կհայտնվեք բանտում։ Ինձ թվում է ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստում Հայաստանը լքենք, դրա համար ինքը դա հասկանալով իր ձևով խոսում է։ Какие экономические последствия могут быть, если Пашинян выиграет? Я, честно говоря, не хочу на этот вопрос отвечать, потому что я даже не знаю, какие последствия будут. Ну, будут какие-то последствия. А Евросоюз может принимать часть продукции Армении, как вы думаете, которая не пойдет в Россию? Ну, какой-то часть. 3 абрикоса они могут, больше я не знаю. Պարոն Կարապետյան, իսկ Ռուսաստանի այդ քայլերը, որ թույլ չեն տալիս մեր ծիրանը, այսինքն գյուղմթերքը, ծաղիկները, խմիչքները արտահանվեն, այսինքն շուկաները փակված։ Նայեք, դա ես չեմ ընդունում, իրոք չեմ ընդունում, քանի որ դրանից տուժվում են հայ բիզնեսմենները, հայ ժողովուրդը, ցանկացած քայլ, ցանկացած երկրի կողմից, եթե արվում է ու տուժվում է հայ ժողովուրդը, ես չեմ կարող դա ընդունել։ Կարծիք կա, որ Ռուսաստանը ոնց որ հատուկ անում է, որ Փաշինյանին օգնի, այսինքն վատ տրամադրություններ գեներացնի ընդդեմ Ռուսաստանի, դրա միջոցով ընդդեմ ձեզ, եւ մարդիկ էլի տենց բորբոքված գնան Փաշինյանին ընտրեն, որ ասեն, որ ռուսի տակից դուրս գան վերջապես, տեսեք ինչ էր անում էր դեմքը։ Դուք ունեք նման տպավորություն։ Ինձ թվում է ռուսները ունեն իրենց շահերը եւ հետեւողական վարում են իրենց քաղաքականությունը, դա ոչ մի կապ չունի ոչ Փաշինյանի հետ, ոչ ինձ հետ, ոչ մի քաղաքական ուժեր։ Փաշինյանին աջակցում է Ռուսաստանը կամ անձամբ Պուտինը, թե սա խաղ է, թե խաղ չէ բնական է։ Պարոն Կարապետյան, գնանք։ Միացյալ կարծում եք պայմանավորված է Փաշինյանը իրենց մարդն է։ Ինձ թվում է պայմանավորված բան չկա, բայց Ռուսաստանը նորից եմ ասում, հետևողական հետապնդում է իր շահերը Հայաստանում։ Այդ շահը ո՞րն է։ Դուք տեսել եք, որ Ռուսաստանը ինձ աջակցել է, թե չէ։ Երբ Վլադիմիր Պուտինը ընդամենը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունենան, հնարավորություն ունենան մասնակցեն ընտրությունների։ Դա իհարկե չեմ համարում դա։ Պարոն Կարապետյան, եթե չհաջողվի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իշխանափոխության այլ պլան սցենար ունեք։ Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից։ Ես ինչպես կարող եմ ունենալ այլ պլան, հայ ժողովուրդը ինչպես կորոշի, այդպես էլ կորոշի։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, դուք կհամակերպեք ընտրությունների արդյունքների հետ։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է 0-ի, բայց հայ ժողովուրդը եթե կհամակերպի, ուրեմն կհամակերպի։ Դե մի անգամ երկու անգամ համակերպել է։ Երկու անգամ համակերպել է։ Դուք կհամակերպեք դրա հետ։ Ժողովուրդ ջան, անպայման մենք մոտակա օրերին կհանդիպենք, Մարիանան ձեզ կհրավիրի, ընտրությունից հետո ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այսօր մի քիչ փոխվել է ձեր տրամադրությունը։ Նախկինում ավելի վստահ ասում եք, որ հաջորդ վարչապետը դուք մի եք տեսակի փոխվել է դեպի լավը, մի անհանգստացեք։ Վաղը ինչպեսի Հայաստանում ենք ապրելու, պարոն Կարապետյան։ Վաղը ինչպեսի Հայաստան ենք տեսնելու։ Վաղը կուզենայի տեսնել Հայաստան լեգիտիմ իշխանությունով։ Դա շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ
չունենալով լեգիտիմ իշխանություն, մենք չենք կարողանալու ապահովենք Հայաստանի զարգացումը։ Լեգիտիմ որ ուժի իշխանությամբ։ Ինձ մեծ էր հարցի պատասխանը։ Իսկ դրա կաշառք բաժանելով իշխանություն լինում է։ Կաշառք դուք գիտեք ով է բաժանում եւ ամեն օր նույնիսկ այս մեր մասին, բայց ոչ մի բան չեն կարողանում ապացուցել։ Скажите, Петян, для слушателей пресс вопрос. Можно, пожалуйста, как будет отношение развиваться дальше? Անպայման ձեր հարցին պատասխանել։ Ակնհայտ է մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը չի տալու ձեզ։ Դուք պլան B ունեք, պարոն Կարապետյան։ Այդ չի, սպասենք, միջև վաղը սպասենք։ Պատրաստ է ձեր ղեկավարած կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտ ընդդիմություն աշխատել, պարոն Կարապետյան։ Դուք ես մի քանի անգամ պատասխանել եմ, հարցի պատասխանը լավ գիտեք, ես ամեն օր ավելի մեծ համոզմունքով պատասխանել եմ այդ հարցերին։ Նույնն է մնացել։ Ոչ մի բան։ Կներեք, ուզում որ մենք ընդդիմություն լինենք, ոնց որ լրիվ Փաշինյանի կողմից։ Մի հատ մարդ չի մնացել է ժողովրդի մեջ Փաշինյանի կողմից, մնացել եք միայն դուք։ Ոչինչ չեմ Ես կողմ եմ, ես կողմ եմ։